Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կժամանի Երևան, սա սովորական դիվանագիտական այց է, թե նոր քաղաքական գործընթացների սկիզբ։ Արարատ Միրզոյանը արձագանքել է Մեդվեդևի հայտարարություններին, ինչպես է պաշտոնական Երևանը գնահատում ստեղծված վիճակը։ Ռուսական շուկայում հայկական ապրանքների մուտքը դժվարանում է, ինչ հետևանքներ կարող են ունենալ նոր սահմանափակումները։ Բանակի զինանշանի նոր տարբերակը հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում առանց պաշտոնական պարզաբանումների, ով է հաստատել այս փոփոխությունը։ ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակում են ընթանալ փակ դռների հետևում, կհասնեն արդյոք կողմերը իրական համաձայնության։ Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան հայտարարություններով։ Նախատեսվում է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ ԱՄՆ պետքարտուղարների այցերը Հայաստան միշտ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել, սակայն այս անգամ քննարկվում է ոչ միայն այցի բովանդակությունը, այլ նաև դրա անսպասելի կազմակերպումը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուբիոյի այցի մասին հայտարարեց գրեթե վերջին պահին, ընդամենը մեկ օր առաջ։ Ինչ պայմանավորվածություններով է Ռուբիոն գալիս Երևան, ինչ փաստաթղթեր կարող են ստորագրվել եւ արդյոք սա սովորական դիվանագիտական այց է, թե տարածաշրջանային նոր զարգացումների սկիզբ։ Մանրամասները Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Մայիսի 26-ին պատմության մեջ երրորդ անգամ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Հայաստան։ Սակայն այցից ընդամենը մեկ օր առաջ է Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում այս մասին, նշելով նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրման մասին։ Վերջին պահին հարմարեցրած այց է, որը նախապես չէր ծրագրավորվել։ Իհարկե թեմաներ, նյութեր կան քննարկման, բայց նախատեսված չէին, պարզապես կարելի ենթադրել, որ մի քանի թեմա իրար են միացրել, բայց գլխավորը այստեղ իհարկե ընտրությունների նախօրյակին կառավարությանը Միացյալ Նահանգների աջակցությունը ցուցաբերելն է, այդ ամեն ինչը ցույց տալն է։ Վահրամ Կաժոյանը նշում է, այցը նաև աշխարհագրական համընկնում ունի։ Ռուբիոն գտնվել է Հնդկաստանում եւ վերադարձի ճանապարհին նպատակահարմար է եղել այցելել Հայաստան։ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի գնահատմամբ նույնպես այցը նախապես ծրագրված չէր։ Նա սա կապում է վերջին շրջանի արագացված գործընթացների հետ, հիշեցնելով նաև թրիփի շուրջ փաստաթղթերի ստորագրումն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի անակնկալ այցը Վաշինգտոն։ Ես չեմ զարմանում, որ իրենք դրա մասին շատ կարճ ժամանակում են տեղեկացնում։ Ենթադրում եմ, որ բացի նրանից, որ պետքարտուղարը երևի հույս ունի գործող իշխանություններին նստած անձնավորությանը ինչ-որ մի կերպ աջակցություն ցուցաբերել այս բարձր մակարդակի այցը անելով, ինչը մենք տեսանք նաև եվրոպական առաջնորդների այցով այդ եվրոպական համագործակցության շրջանակներում, որը կարծում եմ որևէ էական արդյունք չի տալու։ Վահրամ Կաժոյանը ենթադրում է, որ օրակարգում կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործակցության փաստաթուղթը եւ ԱՄՆ կառավարության խոստացած $145 միլիոն աջակցությունը ուղղված առևտրին, սահմանային բարեփոխումներին, էներգետիկ արդիականացմանը, թրիփի զարգացումներին եւ տարածաշրջանային գործընթացներին։ Կաժոյանի խոսքով անկախ ամեն ինչից այցի հիմնական առանցքը մեկն է։ Չի կետը, բայց թերևս կարևորագույնը ընտրություններից տարածիորեն 2 շաբաթից ավելի պակաս ժամանակ առաջ ցույց տալ ԱՄՆ վարչակազմի աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Ձյունիկ Աղաջանյանը սակայն իշխանության գործողությունների մեջ տեսնում է նաև ավելի խորքային շերտեր։ Որպեսզի նաև ընդդիմությունը տեղեկատված չլինի եւ ժամանակի ընթացքում նաև ցույցերի իրենց բողոքի ակցիաների միջոցով հանրային իրական տրամադրությունները արտահայտելու հնարավորություն ունենան։
Ինչ վերաբերում է փաստաթղթի բնույթին, Աղաջանյանը ենթադրում է, որ այն լինելու է հուշագրի տեսքով զիջումների տրամաբանությամբ։ Գործընթացի արագացումը ըստ նրանց կապ ունի նաև տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ, որտեղ Իրանի շուրջ լարվածությունը եւ լոգիստիկ նոր սխեմաների ձևավորումը կարևոր գործոն են, իսկ թրիփը դիտարկվում է որպես առանցքային բաղադրիչ։ Իրավիճակից դատելով ենթադրում է, որ իրենք ինչ-որ հերթական, իրավական, փաստաթղթային ձևակերպումներ են տալու այն հանձնառությունները, որը իշխանությունները ունեն եւ վաղուց ունեն այդ առումով այս թուրք-ադրբեջանական թուրանական ծրագիրը կյանքի կոչելու նպատակով։ Վերջերս արդեն եղել են մաքսային եւ սահմանային ծառայությունների փոխայցեր, որոնց հիման վրա ձևավորվում են նոր պայմանավորվածություններ։ Մի մասը հրապարակային, մի մասը գաղտնի։ Ռուբիոն կդառնա երրորդ ԱՄՆ պետքարտուղարը, ով այցելել է Հայաստան, Ջեյմս Բեյքերից եւ Հիլարի Քլինթոնի երկու այցերից հետո այդ առումով իհարկե նշանակալից է, բայց եթե իմանանք, որ այն իսկապես կարող է օգտակար լինել Հայաստանի հետագա զարգացմանը, ինչ որտեղ նպաստել թեկուզ ասենք մեր գերիների հետ կանչի հետ բերելու հարցերին, որը կարևորագույնը կլիներ, քննարկման առարկա դառնային այսին գրավված տարածքներում հայկական հուշարձանների պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրները, ապա կարելի է ասել, որ իսկապես այցը իր նպատակին ծառայեց։ Մարկո Ռուբիոն ԱՄՆ 72-րդ պետքարտուղարի պաշտոնը ստանձնել է 2025-ին։ Լինելով հանրապետական սենատոր, նա հայտնի է կոշտ արտաքին քաղաքական դիրքորոշումներով, հատկապես Չինաստանի, Իրանի եւ Կուբայի հարցերում։ Նրա կարիերայի ընթացքում եղել են նաեւ մի շարք սկանդալային պատմություններ։ Ամենահայտնիներից են Ֆլորիդայի հանրապետական կուսակցության քարտով անձնական ծախսերի վերաբերյալ քննադատությունները, լոբիստական կապերի եւ գաղտնի ֆինանսավորման, նաեւ նավթագազային ընկերություններից մեծ աջակցություն ստանալու թեմաները։ 2016-ի քարոզարշավում նա եւ Թրամփը հրապարակային սուր վիրավորանքների էին անցնում, սակայն հետագայում Ռուբիոն դարձավ Թրամփի կարևոր դաշնակիցներից մեկը, ինչը հաճախ քննադատվում է որպես քաղաքական կտրուկ շրջադարձ։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ռուբիոյի այցին զուգահեռ Մոսկվայից հնչում են նոր ու շատ ավելի կոշտ հայտարարություններ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար Երևանում անհրաժեշտ է կառուցողական ղեկավարություն։ Մեդվեդևի խոսքով Նիկոլ Փաշինյանը ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհը, ինչը ըստ նրա վնասելու է Հայաստանի տնտեսությանը եւ հայ ժողովրդին։ Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել արդյունավետ փոխշահավետ գործակցությունը եւ իրավահավասար փոխգործակցությունը Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեր դաշնակիցը պետք է ունենա կառուցողական տրամադրված ղեկավարություն, որը պատրաստ է բարեկամանալ Ռուսաստանի հետ։ Փաշինյանի վտանգավոր ուղու հետևանքով Հայաստանի ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան եւ ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչպես երևում է, նա մեզ համարում է հիմարներ։ Միևնույն ժամանակ նա մեծ սխալ է թույլ տվել իր հաշվարկներում եւ հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար։ Հայաստանը մեզ համար պատմականորեն շատ մտերիմ երկիր է, մեր ռազմավարական գործընկերը։ Ես ընդգծում եմ Հայաստանի եղբայրական ժողովուրդը, ոչ թե որևէ հայ ղեկավար։ Փաշինյանի հետ իր առաջին զրույցի ժամանակ բարձրացրել է Ռուսաստանի եւ հայ ժողովրդի առանձնահատուկ հարաբերությունների թեման։ Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, նա ասաց. «Դուք երբեք չեք ընդունի ինձ, ես ձեզ համար օտար եմ»։ Ռուս պաշտոնյայի հայտարարությանը արձագանքել է Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ Մեդվեդևի հնչեցրած գնահատականներն ու տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հայաստանը շահագրգռված չի Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը խզելու մեջ, հակառակը քիչ առաջ հավաստիացրեցի եւս մեկ անգամ, որ մենք տրամադրված ենք եւ ուզում ենք եւ ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները եւ խորացնել դրանք։ Իդեպ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին տնտեսական խնդիրներն են խորանում։ Հայաստանյան տնտեսվարողները ահազանգ են հնչեցնում, որ Ռուսաստանը սկսել է սահմանափակել հայկական ապրանքների մուտքը իր շուկա։ Ըստ падգամավոր Գառնիկ Դանելյանի, Բագրատաշենի անցագետից հետ են ուղարկել դեպի Ռուսաստան արտահանվող հայկական ելակը։ Ինչ հետևանքներ կարող են ունենալ նման սահմանափակումները, ռեպորտաժում։
Բեռնատարներով ելակը հետ է ուղարկվել Բագրատաշենի սահմանից։ Ահազանգում են վարորդներն ու տնտեսվարողները։ Անցակետում պատճառաբանել են խմբաքանակում ոչ թույլատրելի նյութ է պարունակվել։ Նման խնդիր իրենց միրգ բանջարեղենի հետ երբեք չի առաջացել։ Պատգամավոր Գառնիկ Դանելյանին պատմել է տնտեսվարողը, որը բազմիցս արտահանել է իր ապրանքը։ Ըստ իրենց հայտնած տեղեկությունների, որ ինձ են հայտնել, բավականին լուրջ ֆինանսական կորուստներ են ունեցել, անգամ հիմա դժվարություն ունեն այդ ապրանքը հայկական շուկայում ռեալիզացիա անելու։ Ֆինանսական ահռելի վնասներ է կրում տնտեսվարողը, որովհետև չի կարողանում ապրանքը ԵԱՏՄ շուկա դուրս բերել, իսկ մեծ ջերմոցային տնտեսությունների արտադրածը ներսի շուկայում սպառելու ծավալ չէ։ Այդ առումով բնականաբար եթե անգամ որոշ մասը էժան գներով վաճառվի, վնասները շատ մեծ են ելնելու, որովհետև ծախս են արել այդ ապրանքը աճեցնելու համար։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից հաստատեցին, փորձաքննություն են իրականացրել ու ելակի մեջ վտանգավոր օրգանիզմ հայտնաբերել։ Հետո զարմացան, ինչու են տնտեսվարողները բողոքել Գառնիկ Դանելյանին, եթե տեսչականի որոշմանը adekvat ու ֆորմալ են վերաբերվել։ Եթե բեռների մեջ շատ անտարական եթե հասկան բեռների մեջ հայտնաբերվում են խախտումներ, կարանտի վնասակար օրգանիզմներ, մենք բոլոր բեռներից վերցնում ենք նմուշներ, տանում ենք լաբորատոր փորձաքննության, եւ եթե կարանտին վնասակար օրգանիզմը հայտնաբերվում, բնականաբար դրա արտահանումը կասեցվում է, որևէ խնդիր չկա։ Մենք որևէ բողոք չենք ստացել տնտեսվարողներ։ Հավելեցին, իրավիճակն ուռճացվում է Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին։ Ռոսսելխոզնadzորը օրեր առաջ էր հայկական միրգ բանջարեղենի մուտքն ու վաճառքը արգելել, եւ վիճակը կասկածելի է թվում անգամ պատահական համընկնում լինելու դեպքում։ Պատգամավորը կարծում է, տնտեսվարողները բողոքել են, որովհետև գյուղատնտեսական սեզոնին փաստի առաջ են կանգնել, որտեղ սպառեն իրենց արտադրանքը։ Ելակից հետո գալիս է կերասը, այլ գյուղատնտեսական մթերքներ, դի բացատրություններ կա էկոնոմիկայի նախարարությունը։ Եթե տեղը կա, ուրեմն պետք է տեղը ասի։ Եթե տեղը չգիտի, ուրեմն դուրս է գալիս, որ ի վնաս հայ արտադրողի գործմա եւ փաստացի ոչ լուծումներ առաջարկում, ոչ էլ տերականգնում եւ իր պարտականություններն, իր պարտավորություններ չի կատարում։ Դանելյանը հավելեց, կառավարությունը Ռուսաստանի հետ նման կոշտ ռետորաբանությունից առաջ պիտի գնահատեր հետևանքներն ու զբաղվեր այլընտրանքային շուկա ապահովելով, որ գյուղացին սեփական տնտեսությունը փակելու եւ ֆինանսական ահռելի վնասներ ունենալու խնդրի առաջ չկանգներ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իշխանությունը սակայն շարունակում է ընդգծել նոր տնտեսական հնարավորությունները, խոսելով տարածաշրջանային հաղորդուղիների զարգացման մասին։ Դրանցից մեկը Ախալքալակ Կարս երկաթուղին է, որը ներկայացվել է որպես Հայաստանի համար նոր կապուղիների և բեռնափոխադրումների հնարավորություն։ Սակայն փորձագետները հարց են բարձրացնում, որքանով է այս նախագիծը իրական տնտեսական շահ ապահովելու եւ արդյոք այն չի ծառայում ավելի շատ քաղաքական նպատակների։ Հարցերի պատասխանները փորձել է ստանալ Անի Աբաղյանը։ Հայաստանի տնտեսական կյանքում մեծ իրադարձություն է համարում իշխանությունը Ախալքալակ Կարս երկաթուղու բացումը։ Ախալքալակ Կարս երկաթիցը վաղուց է բաց։ Ստեղծում ենք նոր հնարավորություններ ենթակառուցվածքային առումով։ Ինչ հնարավորություն է Հայաստանի տնտեսության համար Ախալքալակ Կարս երկաթուղին։ Արտաքին գործերի նախարարը հիշեցնում է Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։ Այս լուրը շատերն այսպես են հիշում։ Ըստ Միրզոյանի, գործարարները բեռնափոխադրումները կարող են կատարել տարբեր եղանակներով իրենց ցանկությամբ։ Կարող են մեր գործարարները դա անել եւ գնացքով եւ նաեւ օրինակ բեռնատարներով հասցնել Ախալքալակ, այնտեղից գնացքով կամ հակառակությամբ բերել Ախալքալակ, այնտեղից բեռնատարներով Հայաստան։ Տարբեր տարբերակներ կան։ Մի քանի կարևոր խնդրի մասին Միրզոյանը չնշեց։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով այս պահին Ախալքալակ Կարս երկաթգիծը թերբեռնված է, այսինքն երկաթգծի թողունակության 20-ից 25%-ն է գործածվում։ Եվ այս երկաթուղու ակտիվացումը ոչ թե Հայաստանի տնտեսության զարգացմանն է նպաստելու, այլ Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին է լինելու։ Այդ ծրագիրը, որը
ֆինանսավորվում էր Ադրբեջանի կողմից, տնտեսապես ձեռնտու չի եղել եւ նրանց անհրաժեշտ է նոր հոսքեր, որ այդ նախագիծը կամ այդ ուղղությունը դառնա ձեռնտու եւ այդ հոսքերից մեկն էլ նրանք դիտարկում են Հայաստանից եկող կամ Հայաստան տեղափոխվող բեռները, այսինքն այստեղ բարի կամքի դրսևորում չպետք է դիտարկենք Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից, այլ պետք է արձանագրենք, որ Հայաստանի միանալ այդ երկագծին կարող է լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ ստեղծել ադրբեջանական այդ նախագծի համար։ Փաշինյանի ոգևորիչ գրառումը 2017 թվականի Վրաստանն է հիշեցնում։ Բաքու, Թբիլիսի, Կարս երկաթուղին, որն ակտիվորեն առաջ էր մղվում Սաակաշվիլիի տարիներին, ներկայացվում էր որպես տարածաշրջանային նոր կապ նախատեսված թե բեռնատար, թե ուղևորատար երթևեկության համար։ 9 տարի անց ինչ հոգուտ է քաղել օրինակ Ախալքալաքում ապրող բնակիչը գործարարը։ Դավիթ Ռստակյանը պատմում է, մեծ շուկով բացված երկաթուղու մասին լսել են միայն բացման օրը, հետո օգուտներ այդպես էլ չեն քաղել։ Մեծ շուկով եկան բացումը արեցին, բայց ինքը դերևս չի գործում այն մասշտաբով, ինչպես իրենք ներկայացնում են, ես չգիտեմ, տարեկան 18 միլիոն տոննայի մասին էր խոսքը փոխադրումների բեռների, հիմա երևի դրա մի տոկոսներ չկա։ Համենայն դեպս պատկերացրեք, միշտ գնում գալիս եմ ես այդ ճանապարհով Ախալքալակի եւ Նոսմինդայի միջև է այդ բայարանը, որտեղից անցնում է այդ երկաթգիծը, այնտեղ համարյա ես գնաց չեմ տեսել։ Հանդացիկ չեմ տեսել։ Ինչու չեն օգտվում վրացիները։ Վրաստանում գործում է 1520 մմ, իսկ Թուրքիայում 1435 մմ լայնությամբ գիծ, ինչի պատճառով Ախալքալաքում անհրաժեշտ է տեխնիկական փոխարկում, որը դանդաղեցնում եւ թանկացնում է փոխադրումները։ Ռստակյանը պատմում է, որ գործարարները, բնակիչները նախընտրում են դեպի մայրաքաղաք փոխադրումները, քան այդ նույն երկաթուղուց օգտվելը։ Այս խնդիրը կարգավորված չէ եւ հայ արտահանողը եւս բախվելու է դրան։ Խոսրով Հարությունյանի խոսքով Հայաստանի իշխող ուժի հայտարարությունը ոչ թե տնտեսական հնարավորություն, այլ նախընտրական փուլում ընտրողների վրա տպավորություն գործելու մասին է։ Սա նախընտրական հայտարարություն է, քաղաքական բանալություն։ Թուրքիան բացեց դեպի ապագա մեր ճանապարհը եւ այլն հեքիաթներ են դրանք։ Հեքիաթներ բառացման իմաստով։ Գործող իշխանությունը խոսում է Հայաստանը տարանցիկ գոտի դարձնելու մասին, բայց մինչ այս պահը կայացրած որոշումներով նրանց չի հաջողվել, նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նա հիշեցնում է գործող իշխանության խաղաղության խաչմերուկ նախագիծը, որն այդպես էլ թղթին մնաց։ Ստացվում է այդ խաչմերուկը շարունակելու է մնալ Վրաստանը եւ Հայաստանը դառնալու է ուղղակի այդ հոսքերից վտակներից մեկը ընդամենը, որի պարագայում տարանցիկության պայմանավորված Հայաստանը որևէ օգուտ չի ունենալ։ Հայաստանի համար ամենաարդյունավետ ուղին ըստ Խոսրով Հարությունյանի Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Կարսն է։ Ավելի կարճ է, տնտեսապես ավելի շահավետ եւ Հայաստանին տալիս է ոչ միայն տարանցիկ, այլև անվտանգային դեր, ընդգծում է Հարությունյանը։ Չգիտես ինչու Փաշինյանը մեծ երջանկություն է ապրում, որ Վրաստանի միջոցով կապվում է կամ Ադրբեջանի կամ ենթադրենք Թուրքիայի հետ, նույնիսկ ասեմ ասել է նաև Վրաստանի միջոցով կարող են Ռուսաստանով, Ղազախստանով գնալ մինչև Չինաստան, այն ժամանակ երբ որ քթիտակի ամենակարճ ճանապարհը, որի գործարկում բացառապես Իրանով է պայմանավորվում։ Նա տարածության համառորեն անտեսում է, անհասկանալի պատճառներով։ Սա Հայաստանի տնտեսության համար մի դուռ է, որի գոյությունը ոչինչ չի փոխում քաղաքացիների կյանքում, բայց քաղաքացիական պայմանագրի քաղաքական կյանքում փոխում է, նշում են զրուցակիցներս։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև հայկական բանակի զինանշանի նոր տարբերակը։ Տարիներ շարունակ գործող զինանշանը համարվել է ոչ միայն բանակի, այլ նաև պետականության ու ազգային ինքնության խորհրդանիշներից մեկը։ Սակայն այսօր հանրությանը ներկայացվել է նոր տարբերակ առանց պաշտոնական հայտարարության, հանրային քննարկման կամ իրավական հիմնավորման։ Փաստացի փոփոխության մասին հասարակությունը տեղեկացել է ուշացած միայն այն պահին, երբ հանրապետության հրապարակում արդեն տեղադրվել են նոր զինանշանով պաստառներ։ Ինչ է փոխվել զինանշանում, ինչու է հանվել կենտրոնական խաչը, ով է հաստատել նոր տարբերակը եւ ինչու հանրությանը մինչ այս պահը որևէ բացատրություն չի ներկայացվել, ռեպորտաժում։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը հաստատվել է 2001 թվականին։ Զինանշանի հիմքում դրվել են հայկական պետականության եւ բանակի հիմնական խորհրդանիշները՝ արծիվը, եռագույնը, վահանը, խաչը եւ սուրը։ Կենտրոնում պատկերված կլոր վահանի վրա գտնվող հավասարաթև խաչը ներկայացվել է որպես Հայաստանի քրիստոնեական ժառանգության եւ հավատի խորհրդանիշ։ Արծիվը խորհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն եւ կամք, իսկ սուրը հայրենիքի պաշտպանության պատրաստակամությունը։ Այսօր սակայն հանրությանն անհայտ պայմաններում շրջանառության մեջ է հայտնվել մի նոր զինանշան, որի վերաբերյալ չկա հրապարակված իրավական ակտ, չկա հանրային քննարկում եւ չի ներկայացվել նաեւ թե ինչ են խորհրդանշում ավելացված նոր տարրերը կամ ինչու է հանվել նախկին զինանշանի կենտրոնական խաչը։ Այնքան է գնացել եւ կուտակվել բոլոր խնդիրները, այդ թվում զինված ուժերի հետ կապված, որ մարդկանց համար պարզապես մեկ բառով, տապալուն բառով է իշխանությունը սկսել որակվել։ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրված են զորահանդեսին նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված է զինված ուժերի զինանշանից էականորեն տարբերվող նոր տարբերակ։ Նոր տարբերակում փոխված են հիմնական տարրերը, ավելացված է Հայաստանի փոքրացած քարտեզը։ Փոխվել է կենտրոնական խորհրդանիշը, իսկ նախկին խաչի փոխարեն օգտագործվում է այլ նշան։ Նայում եմ մի քանի կադրեր, որոնք անոնսն են զորահանդեսի, նայում եմ դեմքերը, դրանց պահվածքը, այդ պաշտոնյաների, որոնք այդտեղ ներկայացված են, կարծես 44-օրյա պատերազմին իրենք են հաղթանակ տարել, կարծես թե 3 տարի իրենք են Ադրբեջանի տարբեր տարածքներ օկուպացրել։ Հարցն այստեղ միայն գեղագիտական չէ, խնդիրն այն է, որ հանրությանը չի ներկայացվել որևէ նախագիծ, չի կազմակերպվել մասնագիտական կամ հանրային քննարկում, չի հրապարակվել որևէ իրավական ակտ, որով կսահմանվեր զինանշանի փոփոխությունը։ Այս 8 տարիների ընթացքում իշխանությունը մի քանի բանով առանձնացել է, բայց առաջին հերթին առանձնացել է օրենքի վրա թքած ունենալու այդ իր քաղաքականությամբ, ըստ իրավիճակի, ըստ անձնական ճաշակի, ըստ քաղաքական ամբիցիաների փոխվում են բաներ, որոնց փոփոխությունը առնվազն բավականին մեծ քննարկումների պահանջ է ենթադրում։ Զրուցակիցներս կարծում են զինանշանի փոփոխության մասին, այսպես ասած, անակնկալ կերպով հենց զորահանդեսին են հայտնելու ու ամենավատն այն է, որ մեր հանրության համար սովորական են դարձել նման ապօրինությունները։ Պաշտպանության նախարարությունն այս աղմուկի մեջ լուռ է, պարզաբանում նախարարությունը չի տարածել։ Մենք զրուցեցինք նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որը հորդորեց գրավոր դիմել իրենց։ Իդեպ նոր զինանշանը հայտնվել է նաև նոր համազգեստների վրա, որոնք տրամադրվել են զորահանդեսին մասնակցող զինվորներին։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նախընտրական պայքարում շարունակում են հնչել նաև կոշտ հայտարարություններ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր հայտարարել է, որ եթե իր քաղաքական ուժը հաղթի հունիսի 7-ի ընտրությունում, ապա կառավարության առաջին նիստում կընդունեն Սաֆարովի կանխարգելման օրենքը։ Թե ինչ է նախատեսում այդ օրինագիծը, լսենք։ Մենք ունենք ամենալուրջ խնդիրը մեր երկրի եւ ժողովրդի համար։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Դրա համար մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար։ Դա մենք կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը, ինչպես մենք բոլորս տեսել ենք, 240 քառակուսի կիլոմետր միանգամից մեկ օրում նվեր ստացան։ Այսինքն, ինչ էլ որ մենք անենք, ինչքան տնտեսությունը փորձենք զարգացնենք, եթե մեր երկրի գլխավոր խնդիրը մենք չենք լուծում, դա արժեք չի ունենալու։
Նախընտրական թեմաներից մեկը շարունակում է մնալ նաև սահմանների եւ տարածքային զիջումների հարցը։ Վայքում անցկացված հանդիպման ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը այլևս զիջելու տեղ չունի։ Նա քննադատել է իշխանության վարած սահմանազատման քաղաքականությունը եւ անդրադարձել Տիգրադաշելի շուրջ քննարկումներին, նշելով, որ այդ տարածքը չի կարող անցնել Ադրբեջանին։ Նայեք, իրենք Գերանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին։ Եվ ընդամենը դա երբ եղավ, արդեն ինչքան ժամանակ անցավ։ Ընդամենը 2 շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը։ Չի եղել փաստաթղթեր նորմատիվային, որով դու պետք է դելիմիտացիան անես, բայց այնտեղ հողերը հանձնել են եւ հայտարարել են, որ արդեն դելիմիտացիան արել են։ Սա արդեն եւս մի քրեական գործ է, որը Նիկոլ Փաշինյանը շալակել է։ Դու առանց փաստաթղթերի, առանց քարտեզների արել ես դելիմիտացիա։ Հիմա այս հարցը ընդհանրապես նման հարցեր ուղղակի չեն կարող sense կտոր լուծվել։ Ընդհանուր մոտեցումը պետք է որոշվի, հստակեցվի եւ ընդհանուր մոտեցման մեջ այդ որոշումը sense ամբողջական որոշումը պետք է թղթի վրա դրվի եւ միայն վերջնական դառնալու հետո պրակտիկ հողի վրա պետք է անես։ Տիգրանաշեն չի կարող ինքը անցնել Ադրբեջանին։ Ուղղակի բացառվում է։ Բացառվում է։ Սահմանային անվտանգության թեմային զուգահեռ ընդդիմությունը բարձրացնում է նաև Սյունիքի ժողովրդագրական խնդիրները։ Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանամերձ գյուղերում դպրոցների փակման գործընթացը նպաստում է բնակչության արտահոսքին։ Նրա խոսքով վերջին տարիներին Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 20,000-ով։ Իսկապես մեծ մարտահրավեր է, երբ որ գյուղերում դպրոցները փակվում են։ Այդ ծրագիրը մենք միանշանակ կասեցնելու ենք, բայց դա որևէ կերպ չպետք է հանգեցնի գոյություն ունեցող դպրոցների փակման, որովհետև դա անուղղակիորեն բերելու է գյուղերի փակման, մարդաթափման։ Իսկ ինչպես ես ասացի, միայն վերջին տարիներին 20,000-ով նվազել են մեր բնակչությունը Սյունիքում։ Իդեպ մենք օրեր առաջ անդրադարձել էինք այս թեմային։ Ինչու են մարդիկ հեռանում Սյունիքից եւ ինչ հետևանքներ կարող է դա ունենալ մարզի համար, ռեպորտաժում։ 20,000 հոգով նվազել է Սյունիքի բնակչությունը, 2022-ի 134,000-ից հասնելով 114-ից 116,000-ի։ Բնակչության ամենամեծ հատվածն արտահոսել է Կապանի շրջանից, շուրջ 22%։ Նվազման միտումը կա դեռ 2018 թվականից, 138, 137, 134, ապա կտրուկ 114,000։ Մեկ տարում նման կտրուկ արտագաղթի պատճառը ջերմուկի դեպքերն են եւ անվտանգային խնդիրները։ Սյունեցի падգամավորն է բարձրաձայնում։ Ադրբեջանական զորքերը գտնվում են մեր երկրի տարածքում։ Այսօր Հայաստանում բնակավայրեր կան, որոնցից Կապանը այդ քաղաքներից մեկն է, որտեղ ադրբեջանական զորքը մեր սուվերեն տարածքներում է։ Ոչ միայն ադրբեջանական դրոշը դրված է օդանավականին անմիջապես կպած հատվածում, այլ նաև ներքին հանդում օրինակ գերեզմաներն են օկուպացրել։ Սյունեցիներին պահում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հենց կոմբինատի շնորհիվ է, որ Սյունիքն աղքատության ամենացածր մակարդակն ունեցող մարզն է։ Հիմնական աշխատատեղերը ավելի քան 4600 հենց կոմբինատն է ապահովում։ Յուրաքանչյուր ռիսկ կարող է ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել ռազմավարական նշանակություն ունեցող այս մարզը։ Իսկ այդ ռիսկերը քիչ չեն։ Ադրբեջանը շատ հետևողականորեն, շատ սիստեմատիկ կերպով տարիներ շարունակ թիրախավորում է Հայաստանում հանքարդյունաբերությունը եւ նաեւ այդ թվում հենց Զանգեզուրի կոմբինատի գործունեությունը։ Այդ թիրախավորումը իրականացվում է տարատեսակ հիբրիդային մեխանիզմներով, ընդհանուր նույնիսկ Հայաստանում ինչ որ բնապահպան կամ այսպես կոչված բնապահպան գաստրոլյորների որոշակի ակտիվությամբ, պարբերական ակտիվությամբ։ Դա բավական չէ, Սյունիքում փակվում է եւս 50 դպրոց։ Այլ դպրոցների հետ են միավորում։
Սահմանամերձ Դավիթ Բեկը, որի բնակչությունը մոտ 700 է, Կապան համայնքի ամենաշատ բնակչությունն ունեցող գյուղն է։ Դպրոցում մոտ 50 աշակերտ է սովորում եւ Սյունեցի падգամավորի խոսքով այս ու մյուս դպրոցների փակումը խիստ բացասաբար է ազդելու դեմոգրաֆիական վիճակի վրա։ Դպրոցի փակումը խուսափելիորեն բերում է նաև կենսագործունեության նվազեցման տվյալ գյուղում եւ բազմաթիվ մարդիկ կարող է ցանկանան նույնիսկ գյուղից դուրս գալ։ Հետևաբար անվտանգային գործոն դրան գումարվում է արդեն դպրոցների փակման գործոնը եւ ստացվում է այն իրավիճակը, որ արդեն արտացոլված է պաշտոնական վիճակագրության մեջ։ Այդուհանդերձ սյունեցիները չեն ցանկանում լքել գյուղերը։ Սահմանամերձ գյուղերից յուրաքանչյուրում Արծվանիկ, Դավիթ Բեկ, Ծավ, Եղվարդ, Ճակատեն 200-ից 600 քաղաքացի է բնակվում։ Դա պայմանավորված է ոչ միայն հանքարդյունաբերությամբ։ Գյուղացիների հետ շփման ժամանակ մարդիկ չեն ուզում դուրս գալ իրենց գյուղերից, չեն ուզում դուրս գալ։ Ուզում են մնալ, տրամադրված են, որտեղ իրենց հողն է, իրենք պետք է պահեն, հողը ի վերջո սահմանամերձ բնակավայրերը կարելի է պահել, եթե այնտեղ այնպիսի պայմաններ է ստեղծում, որ մարդիկ ցանկանան այնտեղ ապրել։ Դպրոցների փակումը, թրիփի հնարավոր գործարկումը, պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ խնդիրներ նվազեցնում են բնակիչների Սյունիքում ապրելու ցանկությունը։ Երբեմնի ամենախոշոր հարկատուն երկրորդ տարին անընդմեջ հարկատուների ցանկում երրորդն է։ Գործարանի ղեկավարությունն ամիսներ առաջ էր բարձրաձայնել հանքային ռեսուրսների ուղղությամբ ներդրումների կարիք կա։ Եթե Հայաստանը այսօր հապաղի այդ հարցում, ապա 10 տարի անց գուցե մենք անգամ կանգնենք հանքարդյունաբերության կորստի ռիսկի առաջ։ Եվ ինձ հետաքրքիր է շատ ավելի, թե օրինակ այդ բարձրաձայնում այդ մտահոգությունը, որ բարձրաձայնվեց այդ կարևորագույն կոմբինատի ղեկավարության շուրթերից, ինչ ուշադրության արժանացավ Հայաստանի կառավարության մոտ, արդյոք դա իսկապես դարձավ քննարկման առարկա։ Կոմբինատի մամուլի բաժնից նշեցին, սա մեկն էր բարձրաձայնված մի քանի խնդիրներից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ֆորումի ընթացքում խոստացան 2027-ին երկրաբանահետախուզական ծառայություն ստեղծել։ Երկրաբանական ծառայությունը, որ ստեղծվելու է, երկրաբանական ծառայությունը լինելու է ի թիվս այլ գործառույթների, նաեւ լինելու է պատվիրատու ռեգիոնալ ուսումնասիրություններ իրականացնելու, որը հնարավորություն կտա նոր պաշարներ հայտնաբերել պետության նախաձեռնությամբ, պետության ֆինանսավորմամբ։ Այսպիսով Սյունիքի բնակչությունը չնայած վերջին 2 տարում որոշակի աճման միտում ունի, 114,000-ից հասել է 116,000-ի, այդուհանդերձ 2022-ից 23-ի կտրուկ շուրջ 20,000-ով նվազումը զրուցակիցներից կարծիքով դժվար թե հաջորդող 8 տարում հնարավոր լինի կոմպենսացնել։ Անհրաժեշտ են լուրջ ներդրումներ ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային ոլորտներում։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ադրբեջանական բանտից նոր ուղերձ է հղել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա դիմել է հայ ժողովրդին, հայտարարելով, որ Քաջ Նազարին ժողովուրդն է թագավոր ընտրում, ինքը չի դառնում թագավոր։ Վարդանյանը անդրադարձել է նաև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսին, նշելով, որ այս իրավիճակում զորահանդես անցկացնելը անբարոյական է, քանի որ դեռ հայ գերիներն ու զինվորները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում եւ չեն զգում պետության աջակցությունը։ Նա նաև դիմել է Նիկոլ Փաշինյանին։ Սիրելի Քաջ Նազար Նիկոլ, ձեզ 3 անգամ բախտը չի բերել։ Առաջինը ես մանկությունից շատ եմ սիրում կարդալ եւ իմ ամենասիրած գրողներից երիտասարդ ժամանակ եղել է Էրիխ Մայերի Մարկը։ Երրորդը, որ ես կանխամանախոսում գտնվելով մենակ 8 օր շատ գրքեր եմ կարդում եւ փորձում եմ հայերենը պահպանել եւ փորձում եմ գտնել հայ գրողների գրքերը գրադարանում։ Ցավոք սրտի մենակ 2 գրողների գիրք կար գրադարանում, մեկը Պետրոսյանին էր, մեկը ձերն էր։ Զամանալ իմ համար, իրե որ դուք տենց հայտնի գրող եք։ Եվ կարդալով ձեր գիրքը ես համոզվեցի, որ ոչ թե դուք ունեք շատ լուրջ խնդիրներ ձեր բարոյական պայլաձևով, ձեր կրթությունից եւ ձեր ուրիշ խնդիրների առաջ եք կայնած, որ սուտասան եք եւ հնարող եք եւ շատ բան, բայց դուք գրագող եք։ Եվ ասեմ ձեզ, որ դա ինձ շատ դրամացել, որտեղ գրագողներով դուք գիտեք, որ գողությունը, սեփականությունը նույն գրքերը չի կարելի գողանալ, բայց դուք հայեցիք շատ հանգիստ ոչ մի հատ մի գրողից, այլ մի քանի գրողից եւ ձեր թերությունները իհարկե ձեր վրիպումները, ձեր բայրաձևը ինձ շատ տխրացնում է եւ ես ցավոք վախենում եմ, որ
ինչ որ դուք անում եք, ձեզ մեծ պատիժ է սպասում եւ գիտեք հնկաստանում, երբ որ մարդը մահանում է, մարդիկ հավատում են, որ իրանք նվիրացնում են ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ եւ ամենամեծ պատիժն է, որ մարդը շատ մեղքերից հետո ծնվում է Անդրեևի ճճուի մեջ եւ 84000 ապրում է որպես Անդրեևի ճճու։ Ես վախում եմ, որ ձեզ այդպես բաշիկ պատիժն է սպասում, հույսով եմ, որ հենց ժամանակ կա, որ դա չստացնեն, բայց կասկածում եմ, որ արդեն ուշ է։ Երրորդը, ես ուզում եմ ասեմ, որ մենք պետք է բոլորս հասկանանք, որ մեր առջև մեծ մարտահրավերք է։ Սա ընտրությունների հարց չի, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է։ Ի դեպ, այսօր Ռուբեն Վարդանյանի 58-ամյակն է, նա արդեն երրորդ անգամ է ծննդյան օրը նշում ադրբեջանական բանտում։ Միջազգային զարգացումների գլխավոր թեմաներից մեկը շարունակում է մնալ Իրանի շուրջ ստեղծված վիճակը։ Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա ստացել է պատգամավորների մեծամասնության աջակցությունը և կշարունակի պաշտոնավարել ևս 1 տարի։ Միևնույն ժամանակ Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են բարդ բանակցությունները։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկվող մի շարք հարցերի շուրջ արդեն կան որոշակի մոտեցումներ, սակայն դա դեռ չի նշանակում, որ կողմերը մոտ են համաձայնագրի ստորագրմանը։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև ընթացող բանակցությունները շարունակում են մնալ փակ դռների հետևում։ Պաշտոնապես մանրամասներ չեն հրապարակվում, իսկ հնարավոր համաձայնությունների մասին խոսվում է միայն փորձագիտական մակարդակում։ Ինչու են բանակցությունների մանրամասները գաղտնի պահվում, ինչու է այս փուլում հիմնական շեշտը դրվել հենց միջուկային ծրագրի վրա, ռեպորտաժում։ Ոչ ոք հստակ չի ասում ինչ է քննարկվում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև փակ դռների հետևում։ Ոչ ոք չի հրապարակում ինչ կարող է լինել հնարավոր հուշագրի բովանդակությունը եւ ինչ ուղղությամբ են գնում բանակցությունները, բայց մի բան ակնհայտ է. գործընթացը տեղափոխվել է այն փուլ, որտեղ տեղեկությունը փոխարինվել է ենթադրություններով, իսկ դիվանագիտությունը ռազմավարական լռությամբ։ Այս ամենի ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցը Նյու Յորք չեղարկվել է վիզայի հետ կապված խնդիրների պատճառով։ Արաղչին նախատեսում էր մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակում կազմակերպված միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերով արտգործնախարարների հատուկ հանդիպմանը Չինաստանի նախագահության ներքո։ Սակայն այցի չեղարկումը եւս մեկ անորոշ շերտ է ավելացնում արդեն իսկ լարված դիվանագիտական գործընթացին։ Մինչ այս տարբեր աղբյուրներ շարունակում են խոսել հնարավոր փոխըմբռնման հուշագրի մասին, որը կարող է ձևավորել Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների նոր փուլը առանց դեռևս վերջնական եւ հրապարակված պայմանավորվածության։ Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ միաժամանակ ընթանում են թե բանակցություններ, թե ուժային հավասարակշռության վերաձևում։ Բանակցությունները տեղի ունենում են, բայց մենք տեսնում ենք ինչպես զուգահեռ ռազմական ներուժը ԱՄՆ-ի մերձարևելքում աճում է։ Օրինակ Իսրայելում արդեն մոտ 1 շաբաթ բողոքում են, որ ամերիկյան տարբեր ռազմական ինքնաթիռերը շատ մեծ տարածք են զբաղեցնում Բեն-Գուրիոն օդանավակայանում եւ սովորական քաղաքացիական ավիացիայի համար դա խնդիր։ Բայց մենք նաեւ տեսնում ենք շատ ակտիվ, ինտենսիվ բանակցություններ, որտեղ ներգրաված են մերձարևելքի այլ ակտորները։ Նրա դիտարկմամբ վերջին շփումների ընթացքում հիմնական շեշտը դրվել է Իրանի միջուկային ծրագրի վրա, մինչդեռ նախկինում քննարկման դաշտում էին նաեւ Իրանի տարածաշրջանային ազդեցությունը եւ բալիստիկ հրթիռների հարցը։ Անգները թույլ են տալիս, որ Իսրայելը ունենա ինչ-որ հատուկ իրավունք ապահովել իր անվտանգությունը, երբ որ խնդիրը հասնում է Հեզբոլլահին։ Իսկ սա խոչընդոտ է, որովհետև Իրանը շարունակում է պնդել, որ Հեզբոլլահի, ավելի Լիբանանի հարցը պիտի լինի ընդհանուր պայմանագրի մասերից մեկը։ Միաժամանակ բանակցային գործընթացի շրջանակը ավելի լայն է գնահատում Նվեր Դավթյանը։ Նրա խոսքով գործընթացը տեղի ունենում միջնորդավորված ձևաչափով, որտեղ ներգրավված է նաև Պակիստանը եւ քննարկվում են մի քանի հիմնական ուղղություններ։ Հիմնական խնդիրը վերջին փուլում կարծես թե վերաբերում է 5 կետերի։ Իրանի համար կարևոր է այս փուլում նախ պատերազմի չվեր սկսելը, սառեցված իրանական հաշիվների ապասառեցումը, որոշակի գումարներ, որ կարողանա իրանական կողմը հաշիվներից օգտվել եւ
օգտագործել դրանք։ Մյուսը կարևոր է, որը նաև Միացյալ Նահանգների կողմից է բազմիցս հնչեցվել, Հորմուզի նեղուցի կարգավիճակի անվտանգային խնդիրների կամ դրա բացման առնչությամբ։ Հիմնական ուղղությունները դրանք են։ Նրա խոսքով գործընթացը դեռևս չի հասել ամբողջական համաձայնագրի փուլին եւ ավելի շուտ փուլային բանակցությունների տրամաբանությամբ է ընթանում։ Քննարկվում է նաեւ չինական կողմի երաշխավորության հարցը։ Որքան նկատելի են վերջին օրերի այս գնահատականներից կամ հայտարարված հրապարակված տեղեկություններից հիմնականում մի քանի կետերի շուրջ է, կարծես թե կարծիքները, դիրքորոշումները մոտ են, բայց այնուամենայնիվ դեռևս քիչ վաղ է վերջնական ինչ-որ փաստաթղթի ստորագրման մասով խոսել։ Իրանցի քաղաքական մեկնաբան Փույա Հոսեյնիի խոսքով Թեհրանի համար առաջնայինը ոչ միայն տնտեսական կամ քաղաքական պայմաններն են, այլ առաջին հերթին անվտանգության երաշխիքները։ Առաջին կարևոր բանը, որ Իրանի համար արկա է եւ շատ կարևոր է, այն է, որ հնարավորություն չունենա Միացյալ Նահանգներ եւ Իսրայելը նորից պատերազմ սկսի Իրանի դեմ։ Դրա համար այդպիսի պահանջներ է ներկայացում Իրանը, որովհետեւ գոնե մոտակա ամիսներ կամ տարիներ անհնար լինի եւ հրաշքավորություն ունենա Իրանը, որ նման ագրեսիա նորից Իրանի դեմ չի լինի։ Նրա խոսքով այս փուլում քննարկվող հնարավոր համաձայնությունը վերաբերում է ոչ թե բոլոր խնդիրների լուծմանը, այլ առաջին հերթին ռազմական լարվածության նվազեցմանը։ Բոլոր ճակատներում պատերազմը կայնել է, այսինքն Լիբնանի դեմ, Հեզբոլլահի դեմ այդ պատերազմը նույն ձևի դադարեցել կարևոր է, դա մի փաթեթ է, որ Իրանը ներկայացել է, որ դրա շուրջ բանակցել է եւ իհարկե բանակցությունները կողզի ճումային պետք է լինի։ Բանախոսների կարծիքով այս պահին Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները շարունակում են մնալ անորոշության դաշտում։ Բանակցություններն ընթանում են, սակայն դրանց վերջնական արդյունքը դեռ հեռու է հստակ լինելուց։ Կողմերը փորձում են քայլ առ քայլ մոտեցնել դիրքորոշումները, բայց ամեն զգայուն հարց Լիբանանից մինչև միջուկային ծրագիր շարունակում է մնալ լուրջ հակասությունների աղբյուր։ Այս իրավիճակում պարզ է մեկ բան՝ գործընթաց կա, բայց դեռ չկա վստահություն, որը կարող է այն վերածել իրական ու կայուն համաձայնության։ Եվ հենց այստեղ է հիմնական հարցը՝ այս բանակցությունները արդյոք նոր կարգավորման սկիզբ են, թե պարզապես հերթական փորձ ժամանակ շահելու համար։ Եվ վերջում դիտեք Ջելեսիս Արմենիայի հեղինակային ով է կառավարում քո 5 տարին շարքի 3-րդ մասը, որը Եվրոպան ցնցած ընտրության մասին է։ Մի օր ընդամենը 15 րոպե ալարելու գինը երբեմն արժենում է տասնամյակներ։ 2016 Մեծ Բրիտանիա Brexit հանրաքվե։ 52% was at the forefront of its borders earthquake with the finality against the dollar. Միլիոնավոր մարդիկ մտածում էին մեկ է մնալու են Եվրամիությունում։ Շատերը նույնիսկ չգնացին քվեարկության։ Առավոտը տեսան արդյունքը։ Բրիտանացիների 52%-ը կողմ է Եվրամիությունից փոխվելուն եւ ամբողջ երկիրը շոկի մեջ էր։ Ֆունտը ընկավ, սկսվեց քաղաքական ճգնաժամ, վարչապետը հրաժարական տվեց։ Հետո հազարավոր մարդիկ Google-ում փնտրում էին What is the EU? Ինչ է Եվրամիությունը։ Մի օր ընդամենը 15 րոպե հալարելու գինը երբեմն արժենում է տասնամյակներ։ Իսկ երբ խելացի, հանգիստ, աշխատող մարդիկ տանը մնան, որոշումները կկայացնեն ամենաաղմկոտները։ Դու այս երկրի տերն ես, ոչ թե դիտորդը։ Արի, քարը փեշից թափի։ 15 րոպե հատկացրու գնանք ընտրատեղամաս։ Լայքը, սրտիկը, զարմանքը, ծիծաղը, զայրույթը, էմոջի են եւ միայն Facebook-ում։ Իրական փոփոխության հնարավորությունն ընտրությունն է։ Եթե քեզ հետաքրքիր է ասեմ, ինքս գնալու եմ ընտրության եւ թույլ չեմ տալու, որ վերարտադրվի մեր պետությունը խորտակող խմբակը։ Մնացածը դու որոշիր։ Դու գիտես քո անելիքը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։